Ողջույն ժողովուրդ ջան, վստահ եմ, որ լավ եք։ Մի փոքր զրուցենք, եթե ժամանակ ունեք, եւ եթե այս զրույցը կլինի ձեր սրտով ու կկարծեք, որ ձեր ընկերներին նույնպես դուր կգա, ապա առաջարկում եմ կիսվել ձեր էջերում, բոլոր էջերում, YouTube-յան թե Facebook-յան եւ իհարկե առաջարկել, որպեսզի գրանցվեն իմ էջին, առաջիկայում գրեթե ամեն օրվա կտրվածքով լինելու են իմ եթերները, Facebook-յան եթերները տեղափոխել եմ YouTube-յան հարթակ, որովհետև Facebook-ը սփակել են վախկոտները։ Մի փոքր առաջարկում զրուցել այն արհեստական նյարդային լարված իրավիճակներից, որոնք որ ներդրվում են մեր իրականության մեջ ու ցավոք սրտի մեր շատ քաղաքացիներ առայժմ գուցե չեն հարմարվել այդ տրամադրություններին, դա վատ բան է, իսկապես վատ բան է, բայց ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք, այո, ժամանակակից աշխարհում խնդիրները այլ կերպ են լուծվում եւ այդ խնդիրների լուծման, թե առաջացման, թե լուծման մեջ իր ուրույն տեղ ունի ժամանակակից տեխնիկան, տեխնոլոգիաները։ Ու դա բնական է, դեռ քարե դարից այդպես զարգանալով գալուց մոտեցումները շատ են փոխվել։ Ես մի քանի օրինակով ուզում եմ նախ ներկայացնել, թե ինչ հիբրիդային պատերազմ է մեր դեմ մղվում, ինչու է դա մղվում, սա նույնպես հարցերի հարցն է, միասին կխորհենք, եւ ներկայացնել բնականաբար որոշ ելուզակների, սրբապիղծ ելուզակների, ովքեր որ փախչում են ուղիղ հարցադրումներից, բայց փոխարենը բոլորին կարող են անվանակել փախնողներ, կզողներ, վախեցողներ, թուրքեր, մի խոսքով ձեզ ցանոթ բառեր։ Բայց նախ միշտ եմ ասել, որ եթե դիմացինին մեկը անվանակում է, դա միայն նրա համար է, որ ինքը ունի նման կոմպլեքսներ։ Ասենք օրինակ ավտոբուսի մեջ հոտ հանողը առաջին ինքն է բորում ուֆես ինչ հոտ է, հա, կամ եթե մարդը կոմպլեքսավորված է, որ իր մոտ եղել է համասեռամոլության որոշակի դրսևորում ինչ-որ մի բանի, ապա նա փորձում է բոլորի մեջ տեսնել համասեռամոլ, անվանակել, որպեսզի իր վրայից ուշադրությունը շեղի։ Եթե մարդը ծագումով գենետիկ թուրք է հայկական իրականության մեջ ու դրա մասին գրեթե բոլորը գիտեն, ապա նա փորձում է բոլորին անվանակել թուրք, որ իր թուրք լինել այդտեղ կորի գնա։ Եթե մարդը ժեխ է, անվանակում է բոլորին ժեխ, որպեսզի իր ժեխ լինելը շատ չերևա, սա նորմալ Սա նորմալ երևույթ է։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեկնաբանությունների դաշտում, եթե կան մարդիկ, ովքեր ունեն հարցադրումներ, իրենց հարցադրումները կամ անհամաձայնությունները քաղաքավարի կերպով ներկայացնեն, մի փոքր փորձել սկսել տարբերվել աբորիգեններից, այդ որ հայեցի, հայկական, հայերեն, այս բաները ասում ենք, եկեք ցույց տանք, որ այդ հայեցին հայկականն է, դա աբորիգենիզմը չի էլի, հա, կարելի է, չէ՞։ Շնորհակալություն։ Ուրեմն, տեսեք, չգիտեմ, Սերժին երևի չարժե այլևս անդրադառնալ, նա եթերով չասեմ, բայց պատկերացրեք աշխարհի ամենակեղտոտ բառերը կցանկանայի այս պահին արտահայտել նրա մենակ են դրսևորումների համար, որը որ այդ 7 ժամվա մեջ ներկայացրեց։ Այս պիղծ երևույթները եղել են մեր ղեկավարները։ Իմիջիայլոց հայտարարության նման մի բան էլ ցանկանում եմ անել, ձեր կարծիքը հաշվի առնելով բնականաբար, բայց դա հնդածս, հա։ Քոչարյանը շատ արագ վազեց հարցազրույցի, գիտեք, իրանց մեջ հիմա ոչ միայն Սերժի ու Քոչարյանի, բոլոր պրոռուսական ուժերի մեջ հիմա մրցակցություն է, ով ավելի շատ կպախարակի հայկականությունը, ով ավելի շատ կխոսի հայկական ինքնիշխանության ու անկախության դեմ, ով ավելի շատ կմեղադրի հայկականությունը եւ անկախությունը ինքնիշխանությունը եւ ավելի շատ կգովաբանի ռուսիզմը, նա էլ կգրավի առաջին տեղը։ Այսինքն մեզ բոլորից փորձում են դավաճանել, մեզ հերթական անգամ դա նորություն չի, էլի, եթե մեզ սպանել են, դավաճանել ինչա ոչ չդավաճանեն, միայն թե արժանանան ցարի բարձր գնահատականին։ Ցարը նայում կայֆավատ է լինում բնականաբար, երևի ոչ մի երկրում նման այս մակարդակի ակնհայտ այդ ամեն ինչը չի եղել, հա։ Տեսեք, ինչ եմ սա ասում։ Մեկը դուրս է գալիս, ասում է մենք ինչի համար պիտի կառուցենք դպրոցներ ու մանկապարտեզներ համայնքներում, եթե կարելի է այդ փողը դնել ու փող լափել։ Ու էլի շատ ապուշ բաներ է ասում, հետո մյուսը դուրս է գալիս, ասում է գիտեք ինչ, առհասարակ պատերազմը հրահրել է հայկական կողմը։ Ժողովուրդ, այս թեզը ես ուզում եմ մենք սրա լրջությունը ամբողջովին հասկանանք։ Սա ոչ թե մենակ մեզ համար է, ու մենք պիտի պատասխանենք կամ մերժենք այդ ասելիքը կամ արտանանք։ Ես ուզում եմ բոլորս հասկանանք, որ այս խոսույթը Ադրբեջանի համար է, Ադրբեջանի օգտին, որովհետև բնական է ցանկացած տիպի իրադարձություն ՄԱԿ անվտանգության խորհրդում ներկայացվում է ու ամեն մեկը, ամեն երկիր փորձում է ՄԱԿ անվտանգության խորհրդում առկա օրենքներով իրեն արդարացնի այս կամ այն գործողության մեջ։
Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ անընդհատ փորձում է իրեն արդարացնել Արցախյան պատերազմի սանձազերծելու մեջ, որ իրենք մեղավոր չէին, մեղավորը հայերն էին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Դրանով իհարկե շատ ծանր բեռ է տակ մեզ մտցնելով։ Չափազանց ծանր բեռի։ Իմիջիայլոց գեյշեք շատերն են բանանում, թե բա ինչի են հետ կանչել դատարաններից, հա, այդ բաները մենք կարող էինք հաղթել եւ այլն։ Այո, մենք կարող էինք միջազգային դատարանում հաղթել Ադրբեջանին մեր ներկայացրած հայցերով, բայց Ադրբեջանը նույնպես հայցեր էր ներկայացրել, որտեղ որ մեր դիրքերը կարծում եմ այդքան լավ վիճակում չեն, հատկապես որ մենք ունենք այնպիսի սրիկա ներկայացուցիչներ, ինչպիսիք են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, իրենց խունտայով հանդերձ, ովքեր որ օրինակ տեսեք Ալիևին պատկերացրեք հարց են տալիս, ասես կամ ադրբեջանական կողմին, ով է սանձազերծել պատերազմը, ինչ եք սանձազերծել, դրա արդյունքում այսքան սենց եղել են կանոն, ոսմ ախպեր ես ինչ մեղավոր եմ, հայերն են սկսել։ Չէ, հայերը սկսած չեն լինի, ես մյուս կողմն պատասխանում, ոնց կսկսեին բան, մեկ էլ ասում են հենա, այսօր հո ես չեմ ասում, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է ասում, որ իրանք են սանձազերծել։ Եվ այդ ամեն ինչը փաստաթղթավորված դրված է։ Փաստաթղթավորված ներկայացրած է, որտեսեք անգամ մեղավոր կողմի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք են մեղավոր, հա, ընդհանուր։ Իսկ գիտեք, մեզ համար է, որ Ռոբերտ Քոչարյանը մատ բան շլանկ բավոյի, ես բան է, էլի ժեշտ է, բայց աշխարհում դա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է։ Սենց է պատկերացումը։ Ասենք պատկերացեք մի հատ օտարերկրացի, ում ինչ որ բան է ուզում բացատրել, ասում եմ, պետք է քո նախագահն է եղել։ Դարի բացատրի։ Ու ինչ ամենավատն է, որ դու ինչքան փորձես բացատրել, այդքան ավելի ծանր վիճակում ես հայտնվելու եւ ծաղրակի ենթակա ես դառնալու, որովհետեւ վերցնելու են տեսնեն թե դա ինչ նախագահ է եղել ու արձվելու է, որ մենք հայ ժողովրդով ապուշ ենք եղել ու նման ղեկավար ենք ունեցել։ Հասկանաք։ Ու այստեղ էլ դժվար մի այլ բան։ Իսկ էսի են ժողովուրդը, որ արժի սրանց ինտեգրել Եվրոպա միություն կամ առհասարակ լուրջ տեղեր։ Ու այսպես գնում է։ Այսինքն իսկ այս ամեն ինչը շատ լավ գիտակցում են, թե Քոչարյանը, թե Սերժը ու դիտավորյալ իրենց վնասը ցանկանում են հասցնել քաղաք։ Ու գիտեք, այստեղ իրավական ճնշումները մի փոքր դժվար է իրականացնել, այստեղ պետք է քաղաքացիական ճնշումները լինեն, որովհետև իրավական տեսանկյունից իրենք ազատ են իրենց դիրքորոշման մեջ վերջ։ Հասկանում եք։ Իսկ եթե որ քաղաքացիները դատապարտ են ամենատարբեր ակցիաներով եւ այլն, դա այլ կերպ պետք է դիտարկվի արդեն։ Դա խոսանք էս ապուշից, ով որ փորձում էր Թրամփի ուղին համեմատել Լաչինի Միջանսկի հետ, Թրամփի ուղին չէ, կներեք, Շունիկով անցնող ճանապարհը փորձում էր իր հարցազրույցի ժամանակ հերթական անգամ ներկայացնել որպես Միջանսկ եւ դա դրանով ուղիղ համեմատական տանել Լաչինի Միջանսկի հետ։ Սա այդպես էլ կամ չփոխվեց, կամ այդպես էլ շարունակում է իր հակապետական գործունեությունը ցավալը։ Իմիջիայլոց ես այս վերջերս ժողովուրդ ջան մտածում եմ, պարզապես իմ մտածմունքները կատարածելու այդ հնարավորությունը տվողը դուք եք եւ մասնակիցներ դուք եք, ես չգիտեմ, արժի նման առաջարկող հանդես գալ թե ոչ, ես այս տևական ժամանակադրամ մասին խոսել եմ, ասել եմ, որ լավ կլինի, եթե հանրությունը ակցիա իրականացնի եւ պարտավորեցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությանը, ազգային ժողովում եւ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ, որպեսզի Քոչարյան Ռոբերտին եւ Սարգսյան Սերժիկին զրկեն նախագահի կոչումից, հա, որովհետև նախ բոլորս գիտենք, որ խախտումներով եւ սահմանադրական կարգ խախտելով եւ մի հետ վճիռնել իր գործն անում են Սերժի պարագայում, այս երկուսը խլել են իշխանությունը ժողովրդից։ Ոստի նրանք նախագահ կոչվելու, իսկ նախագահի պաշտոնը շատերը չգիտեն մանրամասն, այնպեսին է, որ եթե դուք շարունակ, ասենք, եթե մեկը ինչ որ ժամանակ նախագահ է, միևնույն է, այդ կոչումը միշտ է։ Այսինքն եթե էլ չի աշխատում, միևնույն է, նրան դիմում ես պարոն նախագահով, հա։ Ոստի երևի Իսկ դա ենթադրում է նաև գրասենյակ, աշխատասենյակ, իր թիմով, չգիտեմ, ես շատ գիտեմ այնտեղ ախրանիկներ, մեքենա, թոշակ, բայց սրանք խլած են եղել ժողովրդի ձեռքից իշխանությունը եւ կարծում եմ անհրաժեշտություն կա, որպեսզի հանրությունը պահանջի, որ այս ամեն ինչի արդյունքում այդ երկուսը չպիտի լինեն իրավական տեսանկյունից որպես նախագահներ։ Սա մենք կարող ենք կազմակերպել, եթե իհարկե զգանք աջակցություն կա այս տեսակետին, սա առաջարկ որպես, հա։ Հիմա գանք Աննա Մկրտչյանին, ում երեք եմ եթերով անդրադարձել, ովքեր չեն տեսել այդ եթերը լավ կլինի դիտեն, հերթով մի քանի թեմա ենք շոշափելու ժողովուրդ ջան։ Ուրեմն սույն տիկինը անում է այսպեսի մի գրառում, դե բարձ է, հանրապետականների բանը պիտի առաջ տանի, հա, անում է այսպեսի հրապարակում, համացանցա ուզում անի անում ախնդրեմ, եթե թույլ կտակ, ես կկարդամ ձեզ համար, իր էջում կա։
Տեղադրել է Սերժ Սարգսյանի նկարը, այն երկու անբարոյականների զավակների մոտ որ հյուր էր, ու իբր մեջբերում նրա ոսկեղենի, չգիտեմ ինչ խոսքերից։ Խորհուրդս հետևյալն է՝ չհոգնել, չհուսահատվել եւ սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալու։ Ես հիշեցնեմ, որ դա մշտական լոզունգ է եղել, ավելի լավ Հայաստան, ավելի բարեկարգ Երևան, ես շատ գիտեմ, առաջ Հայաստան, սա նրանց լոզունգն է։ Ես այս Աննա Մկրտչյանի էջում, այս հրապարակմանը ի պատասխան մեկնաբանություն եմ թողնում, գրելով. Այո, եւ թքած ունենալ գյուղերում ապրող 20 երեխաների տարժական կրթության իրավունքի վրա, կարևորը փող շփելն է։ Եվ իմ մեջբերումը մերկապարանոց չի, որովհետեւ մարդը իր բերանով ասել է, որ մարդը որն է այդ բանը, իր բերանով ասել է, որ ինչ դպրոց եք կառուցում, ես իմ որտեղ արենք 2 միլիոն տալ դնում եք 20 երեխայի համար, դրա տեղը կարեք ես ինչ անեք, ուստի այդ փողը վատնում է, միջոցների վատնում է որակում։ Մի խոսքով ես այս գրառումը անում եմ, Աննա Մկրտչյանը, այն կինը, ով որ հանրությանը ժամանակ առ ժամանակ վիրավորում, ես երեք ինչ ուզել ասել եմ նրան այսօր չեմ կրկնի, եթե դիտես եթերը ու հանկարծ այն մեկը չի դիտել, խորհուրդ կտամ ասնել նա։ Վերջում ջնջում եմ գրառումը։ Տեսեք, համացանցը այդ ընտերն է, որտեղ դու արտահայտությունները անում ես, հայտարարությունները անում ես ու պատրաստ պիտի լինես, հատկապես երբ որ падգամավոր ես, տիկին լացիրակ, երբ որ падգամավոր ես, պիտի պատրաստ նստել լսել, այստեղ ուղիղ վիրավորանք չկար չէ, բնութագիր էր։ Վերջում դու ջնջում ես, որովհետև այդպես ցեղովի բոլորով ձեր այդ կուսակցական ազգուտակով բոլորդ վախկոտ եք, դուք չեք կարող առերեսվել ճշմարտության հետ։ Վերջում ջնջում է, մոռանալով թե ում հետ գործ ունի։ Ես էլ վերցնում եմ, քանի որ նախապես սկրինշոթ էի արել իմ հրապարակը, որտեղ գիտե չի դիմանալու ջնջելու է, դրանց սաղին 5 մատի պես եմ ճանաչում արդեն։ Վերցում ջնջում է։ Ես էլ տեղադրում եմ դարձյալ սկրինը, կոչով որ սրանից հետո չջնջի, որովհետև այս մյուսի սկրինն էլ կա, արդեն 3-ած սկրինշոթ կլինի։ Այսինքն ամեն ջնջելուց մի բան կավելանա ու դա միայն ավելի ու ավելի ձեր վախերը կցուցադրի եւ ձեր պատասխան չունենալու անկարողությունը։ Ասեմ, ես ձեր վատ երազն եմ լինելու, չնայած արդեն կամ վաղուց կամ այդ չի հարցը, բայց քանի որ հիբրիդային պատերազմը մեկնարկած հայկական իրականությունում, ապա գլխանց ասեմ, դուք այդ պատերազմում արդեն պարտվել եք, որովհետև դրսից Արցախը Ալիևի հրահանգով թողած խաղաղապահները ռուսական, նրանց հրամանատարը ու նրանց գերագույն գլխավոր հրամանատար Ցարրամ Պուտինը վաղուց ձեռ քաշել ու հույսը ձեր վրա է դրել, այսինքն խաղադրույքները արել է պարտավոր կողմի վրա։ Մեծ ռեսուրսներ են միացրել այս մեդիա տերորին, ժողովուրդ ջան, բայց իրենց հաշվարկով այսպես է։ Իրենք կարծում են, թե հայ ժողովուրդը այդ իրանց ժեղ ժողովուրդներն են, ովքեր որ ում որ շատ հեշտ է համոզել, հա։ Մենք ամեն ինչ ենք արդեն տեսել, այնպես որ ձեր գումարները վատնվելու են։ Ու այստեղ ես պիտի մեջ բերեմ Քոչարյան Ռոբերտի Սրիկայի մի արտահայտություն, թե բա ատելության այս մթնոլորտին կարելի է վերջ տալ եւ համերաշխություն բանանել, եթե ու իր սիրած եթերներն է ասում։ Քոչարյան Ռոբերտը ժողովուրդ, տեսեք ոնց է։ Այն Լևոնը այն մի աչկանին, իմ աչքի լույսը չի, բայց այդ մասով լավ է նկարագրել, հա, որ Քոչարյան Ռոբերտը ոնց է հարցը լուծում։ Ստեղծում է նախ հարցը, խնդիրը, ինչ որ ձևով, ու առաջարկում է, որ ինքը կլուծի։ Սա KGB-ի տարժական առաջին կուրսի բաներ է։ Ես անգամ մի օր բերելու եմ դնեմ կարդամ նրանց դասերից, հա, որպեսզի հասկանաք խոսքը ինչի մասին է։ Ինչ են արել։ Ստեղծեցին ատելության մթնոլորտ, գլխանց, հետո այդ ատելության մթնոլորտը վերագրեցին իշխանություններին, թե բա սրանք են անում, հետո առանձին ատելություն ձևավորեցին վարչապետի շուրջ, հետո ամեն ինչը կապեցին մեկ անձից, իհարկե զուգահեռաբար ֆայմեցին նաև ԿՊ-ին նույնպես կապել, այսինքն դեմոնիզացրեցին, սատանայացրեցին, ու այսօր ասում են, տեսնում եք ժողովուրդ ինչ վատ է, որ բոլորիս ատում ենք, մենք կարող ենք հաշտեցում մտցնել։ Քոչարյան Ռոբերտ, այն որ տակը դες միզում գնա շարունակին միզել, դու շատ փուճուր ես։ Այդ ատելությունը դուք եք մտցրել, ու գիտեք ինչ, այդ դուք պետք է չոքած խնդրեք, որ ինչ որ մի դու այսօր եկուց ես մեռնելու ես, սատկելու ես այդաս, արդեն բան չի մնացել տակը։ Սատկելու ես այդաս, քո սերունդներն են շարունակելու ապրել։ Դու այնքան ատելություն ես մտցրել ես երկրում արդեն նոյեմբերի 9-ից հետո իմիջայլոց։ Ես դա անընդհատ եմ նկատել ու ցուցադրել, ասել եմ մի արեք, սրա տակից ձեր սերունդներն են հետո դուրս գալու, ձեր բոլորիս։ Ուրեմն, այդ ատելությունը մտցրել ես, այսօր դու հասկանում ես, որ քաքի մեջ ես, դու պարտավոր ես, որովհետև քո մտցրած թարախը քո բերանն է լցվում, ու այսօր թեբա մենք կարող ենք հաշտություն բերել հայկական հանրության մեջ։ Ես չգիտեմ ովքեր են խապվել քո մուտիլովկեքին,
ովքեր են հիասթափությունների միջով անցնում եւ այլն, ես չգիտեմ, ես ասեմ ավելին չեմ էլ առաջարկում, թե մի բա գիտեք, եկեք Սատար Կարմիկ Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին, չէ, իմ խոսքը միշտ ուղիղ է, հա, Փառք Աստծո, ի տարբերություն քո մանգլավիկների, ովքեր որ պատրաստ են ձեր սաղ քաքի վրա հողանան, էլի, ուրեմն այս ատելությունը ժամանակին երբ որ ասում ենք մի մցրեք, այդ ասում ենք այսքան մի տարածեք, ու դուք միևնույն է մտնում եք մարդկանց ընտանիքներ եւ այլն, թափվելու է ձեր ընտանիքների վրա։ Դուք հասկանում եք, որ դուք պարտվել եք, դուք հասկանում եք, որ պարտվում եք ու չի աշխատում ձեր տերորը, ձեր բաները, այս կակադուները, այս Static News-ային կակադուները, էլ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ ինչ դուք, ինչ ձեր տգետները, այսինքն հանրության էլ չեք կարող խաբեք, հիմա գործարք եք առաջարկում, թե բերեք սենց անենք, մի քիչ նենց անենք ու այս ամեն ինչը կվերանա։ Չէ, չի վերադառնալու, հարցեր կան։ Դուք պարտվել եք։ Ցանկացած տիպի այս հիբրիդային պատերազմների մեջ դեռ 20 թվական, տեսեք, սխալը որտեղ է կայանում ռուսական կողմի։ Նրանք 20 թվականից սկսեցին հիբրիդային պատերազմը։ Ու ավելի շուտ էին սկսել, բայց 20-ի նոյեմբերի 9-ից հետո ավելի մեծ թափով։ Հանրությունը իր ասելիքը ասեց, իր դրսևորումը ցուցադրեց։ Սրանք շարունակեցին։ Ինչքան շարունակեցին, այդքան հանրությունը կոփվեց։ Ու այսօրվա դրությամբ նրանց ոչ մի թեզ չի կարող աշխատել մեր իրականության մեջ։ Մեր իրականության մեջ կա ընդհանրապես մի պահանջ։ Խելոք կնստեք հետներս կաշխատեք։ Հետներս պիտի աշխատեք։ Սա անկախ պետություն է, եւ վերջ։ Եվ վերջ։ Հիմա դուք տեսնում եք, որ ձեր այդ մատրյոշկաները, բոտերը, այն թույն ծտերը, որ բան ֆեյքեջերով լցված լցնում են ձեր բաները, ձեզ թվում էր, թե դրանք կաշխատեն, չաշխատեցին ու չեն աշխատելու։ Կամ ամենայն դեպս, եթե աշխատեն էլ արդյունավետությունը այնքան ցածր է, որ կարելի է թքել այդ արդյունավետության վրա, այդքան միլիոններ այդտեղ չծախսեն։ Դուք տեսնում եք, որ պարտվում եք ու փորձում եք ընթառաջ գնալ ինչ-որ իրավիճակների մարդկանց մեջ ներկայանալով որպես յանի խաղաղարարներ։ Դուք ատելության պապաներն եք, ձեր ընտանիքներն են լցված ատելություններով, ձեր գերդաստանները լցված են ատելություններով հայ ժողովրդի հանդեպ։ Դուք կռվել եք հայ ժողովրդի դեմ, դուք մարտնչել եք հայ ժողովրդի դեմ, ու դուք պարտվել եք, որովհետև Կիրիենկոն շատ սխալ մարդկանց վրա է խաղադրույք արել։ Ու առհասարակ, եթե ես շատ լավ գիտեմ, որ ռուսական FSB-ի եւ ոչ միայն ռուսական FSB-ի կողմից իմ հրապարակումները ուշադրության կենտրոնում են հայտնվում ժամանակ առ ժամանակ, ապա հույս ունենալով, որ էսի ավելի ճիշտ տեղում կհայտնվի նրանց ուշադրության կենտրոնում, խորհուրդ կտամ, որպեսզի խաղադրույքներ չանեք, հատկապես նրանց համար, ովքեր հայ ժողովուրդը ընկալում է որպես հայ ժողովրդի թշնամիներ։ Եվ սիրով մաղթում է, որ իր բոլոր թշնամիները ունենա սրանց նմաններից։ Տեսեք, վերադառնալով Աննային Մկրտչյան։ Սույն անձնավորությունը, մեր սրան չէ, բոլոր սրա տիպերին, հա։ Վերնում ջնջում եք բաները, մեկնաբանությունները։ Տեսեք, անգամ վարչապետը երբ որ բաներ անում, հրապարակումներ էր անում, տևական ժամանակ էր, նա միշտ բաց էր պահում, հիմա էլ է բաց, բայց բնականաբար ադմինիստրատոր կա որ հետևում արդեն։ Տևական ժամանակ բաց էր պահում ու որը ինչ ասում գրում էի։ Նա առերեսվում էր դրա հետ։ Նա համարձակ ձևով առերեսվում էր այդ ամեն ինչի հետ։ Բայց դուք հասարակ հարցերի հետ չեք կարող առերեսվեք։ Վերցրել ու ջնջել եք մեկնաբանությունները, որտեղ որ վիրավորանք չի եղել, հա, սա միշտ շեշտ։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ երբ որ դուք լինեք իշխանություն, դարձյալ շարունակելու եք հանրության հարցադրումները առհամարել, ջնջել, չտենալու տալ, բլոկել, փակել, ամենատարբեր ձևերով։ Այ էս եք դուք, ձեր տեսակը էս է, որովհետև դուք վախկոտ եք։ Դուք չեք կարող ինքնահայեցում անցնել։ Դուք չեք կարող նստել ու ասել, որ իսկ գուցե ես ասում ես սխալ եմ։ Կարող աստեղ սենց չէր կամ մի քիչ նենց էր։ Դուք չեք կարող դա անել։ Դա վախկոտ մարդու դրսևորում է։ Սա իմ բնութագիրը չի։ Սա շատ հոգեբաններ, տարբեր մասնագետներ կասեն, որ սարսափելի վախկոտ մարդկանց դրսևորում է դա։ Շատ ապայտայել էսպեսի բան, թերևս ես հիմա կցուցադրեմ վերջին շրջանում ինձ համար ճիշտ է շատ ավելի այդ տեսակ, շատ փոքր տեսանկյունից adekvat մարդու հրապարակում, ով որ հակառակ ճամբարից է, մեր ձևովից է, այսպեսի տեսանկյուն Արմեն Աբովյան, սա օրինակի համար եմ բերում, հա, այնպես չստացվի, որ Արմեն Աբովյանին եթե ուզենամ հակադարձեմ, այդ շտատիր է, բայց այս օրինակը բերում եմ բոլորիդ համար, ուրեմն մեր ձևով շարժումից, տեսեք, հրապարակում են անում, ինչ-որ հարցադրումներ են անում, կներեք, սենց չի երևում ոնց որ լավ, մի խոսքով, այստեղ մեկնաբանության էջը տեղը փակում են, չես կարող մտնել հարց տալի, բայց չես կարող մտնել մեկնաբանություն տալ կամ փորձել հարցերին պատասխանել։ Հիմա ես ուզում եմ հրապարակային ձևով դա փորձել անել, չնայած որ նրան անձնական նամակով տեղեկացրել եմ, որ եթե շատ վստահ իր
հայտարարություններում, ապա հրավիրում եմ եթերի, համատեղ եթերի եւ փորձենք բանավիճենք իրար հարցերի պատասխանենք։ Եկեք մի բան լսենք, թե ինչ են տարածում մեր ձևովից, էլի։ Պատաններ, դուք խոսում եք քաղաքներից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 12 քաղաք։ Դուք խոսում եք բնակարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 11450 բնակարան։ Դուք խոսում եք թանգարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 25 թանգարան։ Դուք խոսում եք գրադարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 115 գրադարան։ Դուք խոսում եք համալսարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 4 համալսարան։ Դուք խոսում եք դպրոցներից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 232 դպրոց։ Դուք խոսում եք դպրոց կառուցելուց, բայց հանձնել եք 232 դպրոց։ Երբ ասեք, որ այդպես չէ։ Ինչի մասին է խոսքը։ Հարգելի Արման Աբովյան, որպեսզի մարդիկ կարողանան հերքեն, պիտի բացես մեկնաբանությունների դաշտը։ Մարդը ոնց պիտի հերքի։ Ես փորձեմ։ Քո մեջբերումները, սա իհարկե դժվար թե ճանաչեք այս տղային, բայց քանի որ մեր ձևով խարխի ձևով շարժումից է, ապա սա խարխի ձևովի դիրքորոշումներից է, չէ՞, նրանց ռոպագանդան է, նրանց մոտեցումները եւ ընդհանրական է։ Ուստի ասեմ, Արմեն ջան, քանի որ դու բավականին կուլտուրական, մարդկային, գրագետ ձևով ես փորձում հարցերին մոտենալ, նույն կերպով կպատասխանեմ, ես չեմ սիրում ոչ մեկին վիրավորել, եթե ինձ չեն վիրավորել, հա։ Կամ չեն արել այնպիսի արտահայտություն, որ ես վիրավորված կզգամ։ Իհարկե հարցը ԿՊԵ-ականներին է վերաբերվում, ես ԿՊԵ-ական չեմ, բայց քո մեղադրանքների մեջ Լեռնային Արցախն էր, չէ՞։ Դու Արցախի անունը չես տալիս, բայց մի հատ էլ կրկնենք, դու ասում ես հետևյալը։ Դուք խոսում եք քաղաքներից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 12 քաղաք։ Բոլորն չի հասկանում, որ դուք խոսում եք քաղաք։ Բոլորն չի հասկանում, որ 12 քաղաք Հայաստանից չի հանձնել, դա Արցախի մասին է խոսքը։ Ձեր կառավարման օրոք հանձնվել է 12 քաղաք։ Դուք խոսում եք բնակարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 11450 բնակարան։ Դուք խոսում եք թանգարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 25 թանգարան։ Դուք խոսում եք գրադարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 115 գրադարան։ Դուք խոսում եք համալսարաններից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 4 համալսարան։ Դուք խոսում եք դպրոցներից, ձեր կառավարման օրոք հանձնվել է 232 դպրոց։ Դուք խոսում եք իհարկե թվերը մանրամասն անգիր չեմ անի, բայց խոսքը Արցախին է վերաբերվում։ Եվ Արման Աբովյան երևի տեղյակ չի, որ Լեռնային Արցախի Հանրապետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չի։ Լեռնային Արցախի Հանրապետությունը ուներ իր ղեկավար կազմը, ովքեր սերտ համագործակցության մեջ էին նույն մարդկանց հետ, նույն երկրի պետության հետ, ինչ որ տաշիր սահման։ Լեռնային Արցախի Հանրապետությունը այդպես էլ չճանաչվեց ոչ մեկի կողմից, ինքնահռչակ հանրապետություն էր։ Մի 30 տարի եղել են բանակցությունների փաթեթները, որը որ հրապարակային է, ես չեմ հավատում, որ դուք արդացել ես, Արմեն, կներես, որպեսզի չխառնա, որովհետև բավականին հարգալից տոնով ենք մենք զրուցել։ Արմեն, եւ այդ բանակցությունների փաթեթների մեջ դու չես գտնի գեթ մեկ տող, որտեղ որ Լեռնային Արցախը Հայաստանի Հանրապետությունն է, կամ Հայաստանի Հանրապետության մասը, կամ ձգտում է դրան, կամ ձգտում է անկախության, ոչ։ Փոխարենը ես քեզ ցույց կտամ շատ խորքից դեռ Լևոնի ժամանակներից, ինչպես է եղել, որ բոլոր 3 նախագահներն էլ ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում։ Բացի դա, այո, այդ ճանաչել Ադրբեջանի կազմում սա նախադասությունով հեշտ է ասելը, բայց իրադարձություններով ինքը շատ ուրիշ պատկեր է, որովհետև այնտեղ ազատագրական պայքար է եղել։ Այնտեղ երազանքներ, նպատակներ, ցանկություններ, հայկականություն, դուխ, համախմբում, հայթայթում, ճարել, այսպես ամեն ինչ է եղել այդտեղ։ Ու բոլորը իրենց գործը արել են, միտեղ լավ, միտեղ վատ, բայց ընդհանուր արդյունքով հաղթել են պատերազմ եւ հաղթելու ընթացքում կնքվել է հրադադար։ Մենք եղել ենք հաղթական դիրքերում։ Դրանից հետո փոխանակ մեր հաղթական դիրքերը ամրացնեն բաները, ալամաշխարհի հայերի նախագահի ասած դիպլոմատիաները, ճիշտ հակառակ, գնացել ու խոսել են, թե այս հաղթանակը ինչպես ենք վերադարձնում։ Որովհետեւ Ռուսաստանից զանգ է, ասել են, որ հանգստացեք արա։ Вообще-то Արցախյան պատերազմը, հարգելիս, սկսել է Ռուսաստանը, եթե դու տեղյակ չես, եւ եթե ընդունես իմ հրավերը, շատ բաներից տեղյակ կլինես, ընկեր ջան, սիրելի հայրենակից, շատ բաներից։ Սկսել է Ռուսաստանը եւ փորձել է ավարտել Ռուսաստանը ունենալու համար իր շահը, եթե սկսել է, ինչ որ շահի համար է սկսել, բնական է, չէ։ Դու ներկայանում ես խալխի ձևով, դուք ասում եք մեր ձևով, ես դա համարում եմ խալխի ձևով եւ ունեմ այդ բոլոր հիմքերը։ Սա անվանարկում չի, սա ուղիղ գնահատական է։ Դուք այդ խալխի ձևով ֆինանսավորվում այդ շարժումը մեկի կողմից,
ով 44 օրյա պատերազմին երբ կռիվ էր գնում, որպեսզի քո տվարկածները չմնան Թուրքի մոտ։ Ունենալով այդքան ռեսուրսներ, լինելով իր պատկերացրած երազանքների տղան եւ ձեր պատկերացրած երազանքների տղան, դուրս է եկել ու արել է հետեւյալ հայտարարությունը Ռուսաստանից, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Կողմերին կոչ ենք անում պահպանել, բառացի չասեմ, հրադադարի ռեժիմը վերադառնալ բանակցությունների սեղան, մի խոսքով էս շաբլոն տեքստը, բայց այստեղ բանալի բառը կողմերին։ Որ կողմերին։ Ինքը որ կողմում էր եղել է, կարա լինի մարդ, օրինակ դու Արմեն, 44 օրյային կարող էր կողմերին կոչ անել։ Դա անում է օտարը, երրորդն է դա անում։ Այսինքն նա իրան չի ներկայացրել որպես հայաստանցի կամ ադրբեջանցի։ Նա վախեցել է։ Նորմալ է որ վախեցել է, ասել են արել է, նա ով է ճանի։ Ռուսաստանում ոնց դու կարաս լինես միլիարդատեր, ու մեկ շատ կարևոր տեղ ուզենաս Սապոկով տան գլխի դու գլուխը դու խոդանես, ոչ, դեն ժամանակ խելոք պիտի դնես, որպեսզի Սապոկը հագնի գլխիդ։ Սա իմացի։ Երկրորդ Նարեկը Կարապետյան, եթե չեմ սխալվում, այդ բուլկին օպարի։ Կարծում եմ, ես հարցազրույցը ամբողջը դեռ չեմ նայել, բայց տրամադրվել եմ այսօր քննելուց ամեն դեպքում իմ թանկարժեք ժամանակից տրամադրել եւ դիտել, բայց դա խայտարակություն էր այն հատվածները, որոնք որ ես դիտել եմ, իմիջիայլոց կոնտեքստից կտրած չի եղել, որտեղ որ նա ցեղասպանության թեմայով ասել է հետեւյալը, որ հայերը քրիստոնյային դրա համար ցեղասպանվեցին։ Դու չես պատկերացնում, երևի շատ տեղյակ չես աշխարհակարգերից, տեղյակ չես ինչպես աշխարհը կառավարվում, դրա համար չես պատկերացնում ես խոսքերի խորությունը, ես հիմա մի երկու շատ ավելի փոքր օրինակներով քեզ կներկայացնեմ, քեզ ասելով այդ տեսակի մարդկանց։ Ասում է քրիստոնյային դրա համար սպանվեցին, ցեղասպանվեցին, պատմությունից պետքա -8, պետքա առնվազն, ես չգիտեմ, ուրիշ ազգ լինել, որտեղ բան ասել։ Հայ չէ, հաստատ հայ չէ, կամ պատմությունից անտեղյակ լինել, որտեղ բան ասել։ Հետո ասում է Հայաստանի իշխանությունները պատերազմ են սկսել եկեղեցու դեմ, հետո ասում է, որ ամենասարսափելի մութարը, որ Արցախի էթնիկ զտման մեղավորը հայաստանյան իշխանություններն նպաստել են էթնիկ զտմանը։ Դա ամենասկզբից։ Հա, ու դու լինելով խալխի ձևովական պարտավոր, դու կրում ես այս խոսույթը։ Տես, օրինակ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ եղել առնվազն 3 տարի, եթե չեմ սխալվում, 3 կամ 4։ Ես կրել եմ պատասխանատվություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի ասացների համար։ Եվ որի հետ համաձայն չեմ եղել քննարկումների ժամանակ եմ ներկայացրել, որոնց այդ քննարկումներում էլ չի ստացվել, ես հրապարակային եմ ներկայացրել, որովհետև ես ինդիվիդուալ մարդ եմ։ Ես Հայաստանի Հանրապետության առանձին վերցած քաղաքացի եմ եւ Հայաստանի Հանրապետություն ունեմ իմ կարծիքները, իմ մոտեցումները։ Չեմ վախեցել դա անել։ Դուք կվախենաք, նորմալ է, ոչինչ։ Մենակ դուք չեք, այդպես բոլորն են այդպես։ Հիմա դուք կրում ես պատասխանատվություն Նարեկ Կարապետյանի ասածների համար։ Դու պատրաստ ես նկարել, հարցերը մեծացնեմ, թե մի հատ տանենք, հետո եթե պետք լինի ավելի կմեծացնենք, ինչքան որ պետք է։ Տես հայերի էթնիկ զտման մեջ, Արցախահայության էթնիկ զտման մեջ Հայաստանի իշխանություններին մեղադրողը առնվազն Հայաստանի հետ կապ չունի։ Ասենք մեկին կարաս տանես մի $50 միլիոն փող տաս, որ ինքը դուրս գա, տես մեղադրական ներկայացնի հրապարակային ձևով, հասկանում եք։ Մերոնք դա անում են ձրի։ Ձերոնք։ Այսինքն մենք ապտելությունը քո օրինակ այնքան է մեծացել երկրի ղեկավարի հանդեպ, ասենք, դες բոլորը բարձր չէ, ինչքան եմ ատում Քոչարյանին։ Բայց եթե 44 օրերի ընթացքում լիներ Քոչարյանը նախագահը, ու մեկը sense հայտարարություն աներ, ես շան օրը կդնեի, դա չէ նշանակի, որ ես Քոչարյանն եմ պաշտպանում, դա կնշանակի, որ հայկականության բանից չի բխում, շահից չի բխում, դեռ իրականությունը մի կողմ, եթե անգամ իրականում տենց լիներ, հասկանում եք։ Դուրս եք եկել գնացել ասել եք Նյու Յորք, մեղադրում եք Հայաստանին, Արցախի էթնիկ զտման մեջ։ Իսկ միգուցե Հայաստանին մեղադրեիք նաև ինքնացեղասպանություն կազմակերպելու մեջ 1915 թվականին։ Ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն մեղադրեիք ու գնալ, նույն բանն է։ Ինչ վերաբերում է քո ասած թանգարաններին, շմանգարաններին, դպրոցներին, չգիտեմ ինչերին, չեմ sense իլահի ասում, ասել։ Դու չես տեսել քո թվարկած դպրոցները։ Այդ ես եմ տեսել այդ դպրոցների մեծամասնությունը։
Դու ում հետ ինձ հետ չես կարող այդ դպրոցներից խոսես։ Դպրոցների շատ չնչին մասը, բայց էլի դպրոցներ են, հա, մի քանի հատ դպրոց կառուցել են բարերարները։ Ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Լեռնային Արցախի Հանրապետությունը ներդրում չեն արել այդտեղ, ասեմ ավելին, բարերարների դրած փողերից լափել են։ Ասենք բարերարին ասել են, այս դպրոցը կկառուցենք 1 միլիոնով, կառուցել են $100,000 գրել են։ Օրինակ, հոսանքի կաբելը 220 դրամ է, գրել են 940 դրամ։ Ես գրեթե բառացի մեջ բերում եմ։ Ոչ ոք չեմ չափազանցնում, դրա կարիքն էլ չկա։ Որովհետև իմ ասածների հետևից, օրինակ այդ դպրոցների տնօրենները մեծ մասը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ու ես եթե ինչ-որ բան այն չեմ ասում, հանգիստ կարող են հրապարակային ասել գնել, դու մեր դպրոցում եղել ես, քեզ տեսել ենք, բայց դու սխալ ես ասում։ Հանգիստ կարող են դա ասել, բայց չեն ասելու։ Որովհետև իրենք էլ գիտեն, որ ես գիտեմ, հասկանում ես։ Բայց այ դու չգիտես, Արմեն ջան, խալխի ձևովական ջան։ Մեծ մաս, մի հատը կառուցվել է Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ։ Հիանալի դպրոց։ Իմիջիալից երևի ամենաառաջինը, այն գիտես, մոդելը ինչպեսին պիտի լինի դպրոցը, դա է եղել բանկ գյուղում։ Իմիջիալից հիշեցնեմ Լևոն Հայրապետյանին, երբ որ սպանում էին, ոչ Սամվել Կարապետյանն ուզեցել իր ձևով միջամտի, ոչ Թաթար Ռուբոնն ուզեցել իր ձևով միջամտի, ոչ որևիցե մեկը։ Գիտես ինչի, այն որ դեմից ասում է, սապոկը կտա գլխներին։ Այդ դրա համար։ Դեն Արա Աբրամյանի մասին առհասարակ չխոսանք, նա նրանց պիպիսկա բռնողն է։ Լևոն Հայրապետյանին երևի պիտի իմանաք, արցախցիները ոնց որ մոռանում են։ Միայն 700 հոգանոց 700 հարսուպես է քավոր եղավ մի առիթով։ Ինչքան բան արեց Արցախի համար, բայց տենց էր պետք ռուսական կողմին։ Մնացած դպրոցները Կուբատլուից սկսած, ասենք այստեղ բանից Գորիսից որ մտնում ես, տակով իջար Կուբատլու, Քաշաթաղի Ղուբատլու են ասում թուրքերը, կարող է այդպես ավելի արմել։ Այդտեղից սկսած բոլոր շրջաններով եկած Քաշաթաղի բանից Քարվաճարից դուրս եկած։ Այդ բոլոր դպրոցների 90%-ը եղել են գոմներ։ Գոմ։ Ես գիտես մի 30-40 հատ նկար ունեմ տարբեր դպրոցներից, տարբեր միջոցառումներից, որոնք դեռ չեմ ցանկանում հրապարակել, բայց ճիշտ անհրաժեշտության դեպքում ռադի բոգա, ինչու ոչ։ Գոմ ասածը գիտես ինչի մասին է Արմեն ջան։ Այն որ մտնում ես դպրոց, դու մտնում ես մի տեղ, որ տեսնում ես որ դու մտել ես գոմ, բայց քեզ ասում են որ դա դպրոց է, դու չես ուզում հավատալ, հետո տեսնում ես այնտեղ երեխաներ կան, նոր ոսում ոնց որ դպրոց է։ Սրա մասին է խոսքը։ Ես սրան էլ նորմալ կվերաբերվեի, եթե առհասարակ ծանր տնտեսական վիճակ լիներ ՀՀ-ում, բայց մեզ բոլորիս այս վերջին տարիները այլ բան հուշում չէ, որ ոնց որ ՀՀ-ում լավ էլ փող է ֆռացել, այս իշխանությունները իրանց գրպանից չեն, չէ՞, սարքում են ամեն ինչը։ Բարսորը բյուջեում այդ փողը միշտ եղել է, պրոստը դա կերվել է։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, այդ 20 երեխան ես կողմ, 20 երեխան են կողմ, հասկանում ես։ Այնպես որ այդ դպրոցները հանձնվել է Կիարաբաղսկի կլանի կողմից։ Ես խնդրում եմ ճիշտ ըմբռնել, ես արցախցիների մասին չեմ ասում։ Ես ասում եմ Կիարաբաղսկի կլան, ու այդ կլանի մեջ կան մարդիկ, որ բոլորը չեն այդպես Կիարաբաղսկի։ Իրանք կարող լինեն Հոկտեմբերյանից, Երևանից, Շիրակի մարզերից, բայց իրանք այդ կլանի ներկայացուցիչ են, հասկանում եք, միտքս այդտեղ է։ Ինչ վերաբերվում է գրադարաններին։ Ես քեզ դպրոցներից մի հատ օրինակ էլ բերեմ։ Մի դպրոց կար Իշխանաձորում։ Եղել ես այնտեղ Արմեն ջան։ Եթե Արցախի կողմից ես գալիս, Իշխանաձորի մոստը հենց անցնում ես, աչոպտես մի հատ փոքր գյուղեր վերաբնակեցված, որտեղ դպրոց կա։ Երեխեքը դասի ժամանակ որ նստած էին դնում, առաստաղից օձ էին դնում իրենց սեղանին, արդեն ռեակցիա չէին տալիս։ Այդքան արդեն սովոր էին ամեն ինչը։ Երեխեքին ուազիկը, բուխանկա ուազիկը հավաքում բերում էր դպրոց։ Այդ ուազիկը շատ շուշուտ էր փչանում։ Դպրոցի զուգարանը դրսում փորած փոսներ։ Ընդ որում առանց դռան։ Այդ դպրոցում ես չեմ ասում, դպրոցների մեծ այդտեղ էլ էր ոնց որ այդպես մի հատ դուռ էր սրած երկու հատ ծակով։ Դու այս Արցախի մասին, այս շահած պահած Արցախի մասին ես խոսում ու դպրոցների, թե ինչի ասենք ոնց։ Կան գրադարաններին։ Ես ինքս այդ դպրոցների մեծամասնությունով տարել եմ գրքեր։ Գիտես ինչու։ Որովհետև այնտեղ կամ լենինյան կոմունիստական պրոպագանդայի գրքերն էին,
Կամ առհասարակ ոչինչ չկար։ Ես ամեն անգամ այլ մեծ դեղին ցելոֆանի չափով ամեն դպրոց գիրք էի տանում, նոր գրքեր։ Դպրոցը եղել անգամ Պავლիր Սևակից մի օրինակ գիրք չունեցել, որևիցե գիրք։ Որևիցե։ Իմ տարած անլռելի զանգակատունը եղել է առաջի Պავლիր Սևակի դպրոցը։ Դու այդ դպրոցներն ես ասում, որ հանձնել են, իսկ ով էր մինչև այդ հանձնել, որ այդ էր դպրոցը։ Այդ դպրոցից ինչ էր ստացվում։ Այդ դպրոցի երեխեքին ես եմ մեծամասնությանը ինձ թվում է թե ես դեմքով հիշում եմ, ախր դու չես հասկանում ապեր։ Դու ինձ հետ այդ ճամփեքը չես անցել։ Քո ավտոյի կալպակը այդ ճամփեքին չի տրել։ Քո ավտոյի հետևից այդ երեխեքը չեն վազել ուրախությամբ, որ հեսա գունավոր մի բան է գալիս իրաց քաղաք, իրաց գյուղ, իրաց դպրոց, հեսա հանդես է լինելու, եկյատ բեմադրություն է լինելու։ Դու այդ ամենը չես տեսել։ Դու չես տեսել ինչ է նշանակում վարաբնակեցման ծրագրով խաբել տարել մարդկանց, ասել տուն ենք տալու, անասուն ենք տալու, ես ենք տալու, ենք տալու, դադարքյուն անել բերել հասնել այդտեղ ու ոչինչ չտալ, ոչինչ։ Ադրբեջանցիքի ավերակ տնից մնացած երկու հատիկ պատ, որը պիտի քանդես, եթե տուն սարքես, դրա վրա չի կարելի շարունակել։ Ու վերջ դու ինքնուրույն։ Դու չգիտես դա ինչ է։ Դու մի խոսա դրանից։ Արցախցի, քանի արցախցի ես ճանաչում։ Այդ արցախցիներին հարցրա իրենք Քաշաթաղի շրջանում վերջին անգամ երբ են եղել։ Կամ առաջին անգամ երբ են եղել։ Երբ են եղել։ 12 քաղաք ես ասում, որ քաղաքներն նկատի ունես։ Որ Ստեփանակերտից բացի որ քաղաքներն ես դու համարում քաղաք։ Իմիջիալոց այդպիսի կիսաքաղաքներ Հայաստանում էլ շատ կան, անունները քաղաք է, բայց իրենք ոչ բնակչությամբ, ոչ տնտեսությամբ, ոչ հազար տեսակ բաներով բացարձակ քաղաքի նման չեն։ Դու սրա մասին ես խոսում։ Այդ ժամանակ ինչ որ Սամվել Կարապետյանն ենք բան ինչ որ շարժումներ չէին սկսում ապեր։ Այլ ինչ էիր ասում ստեղ մոռացա։ Եկեղեցիներից արի մի երկու բառ խոսանք։ Քո մոտ հարց չի առաջանում, օրինակ ինչի էր 20 թվականից առաջ Շուշին տեղափոխվում, Շուշիի եկեղեցին, որպես առաջնորդանիստ եկեղեցի, Վազգեն առաջինի կոնդակով դեռևս բաներած, իջնում տեղափոխվում Ստեփանակերտ։ Իսկ ես կարող եմ ասել։ Քոչարյան Ռոբերտը օրինակ հարցազրույց էր տալիս, ասում էր, ինչ որ պահի ես հասկացա, որ այս պատերազմ է լինելու, դա կարելի էր զգալ։ Քոչարյան Ռոբերտը այնքան սրիկ է, որ ինքը ոչ թե զգացել, ինքը չի կարող դա զգա։ Ինքը իմացել է։ Ու իմացել է ոչ թե 20 թվից մի քանի օր առաջ կամ մի քանի ամիս առաջ, այլ 20 թվից մի քանի տարի առաջ։ Նրանք այս ինչ որ ես ասել եմ, իմ այս 5 տարիների ընթացքում ինչ ասել եմ, դրանց մեծ մասը արդեն դարձել են հրապարակային, այն մյուս մասն էլ դառնալու են հանգիստ եղի։ Հասկանում ես։ Ընդհանուր միջև եղել են բաներ, որոնք հրապարակելու համար ինձ թուրք են անվանել։ Դու օբյեկտիվ չես եղել այդ ժամանակ երևի։ Հետո իրանք են նույն բանը հրապարակել։ Հասկանում ես։ Հիմա գանք բուն Արցախը հանձնողներին։ Արցախը ոչ միայն նախկինների օրոք է հանձնված եղել։ Արցախը բառացի այն օրը Բայրամովը պատմում էր, երեք, Բայրամովը պատմում էր։ Ու ոչ ոք դեռ չի հակադարձել։ Ռուսական կողմը այդ թվում պատկերացնում ես։ Ռուսական կողմը, որի սապոկից շատ վախենում են ձեր ձևովի Կարապետյանին, ոնց նրանք չեն հակադարձել։ Ես չեմ խոսում զինտեխնիկայով, ինչքան են պատրաստ եղել, բա փողերը էին, լափելու չէին, կառուցումներ չէին անել, սրանցից չեմ խոսում։ Ես խոսում եմ էթնիկ զտումից։ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ռուս խաղաղապահների այնտեղ հայտնվելուց, իսկ ռուս խաղաղապահները այնտեղ են հայտնվել արցախցիների ուզելով։ Որովհետև իրենք չեն ուզել սկանդինավյան խաղաղապահներ արցախցիների ասելով ժողովուրդը չէ, ժողովուրդը դրա մասին չէր իմացել։ Ասում են սկանդինավյան խաղաղապահների հետ ինչ լեզվով խոսանք, ավելի լավ է մեր ռուսները լինեն։ Ռուսները եկան, սպասիբո Պուտինու, դրոշակները, տորտը, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Դա նշանակում է, որ տվյալ տարածքում քաղաքացիների անվտանգության երաշխավորը այդ խաղաղապահ կոնտինգենտը ուղարկող երկիրը կամ ալյանսն այս բարակայում երկիրը։ Հետո Բայրամովը ինչ ասում։ Ուսման մենք իրենց ասել ենք, որ արձակվելու ենք, ու իրենք արդեն ենթարկվում էին մեր շտաբի հրահանգներին։ Ասել ենք պահկվել են։ Կարամ կիմանաք ես ամեն ինչ ձեր ձևով ինչ դարավ։
Ինչ այդ նշանակում։ Ինչ նշանակում էթնիկ զտումը հայկական իշխանություններն են իրականացրել։ Մենք աճապահյար ունենք, որ դատված է Էշխերքի համար։ Սա էլ ազգային ժողովում լսումների ժամանակ մի օր ասաց, այդ ադրբեջանցիները չեն փակել, ոչ էլ ռուսները։ Օրինակ ես ուզում եմ գնալ Արցախ, իմ դեմը հայ զինվորներն են կանգնում եւ չեն թողնում առաջ գնալ։ Ուրեմն հայերն են փակել։ Ասես մտքի բայլատակում ունեցավ։ Այդտեղից ունեցել էր Նարեկը Կարապետյան Կարլսոնի մոտ զրույցի ժամանակ, հասկանու՞մ ես։ Հիմա գանք քրիստոնեական թեմային, այդքան որ ասում ես, այդքան որ չեք հասկանում, ինչ է նշանակում այդ ապուշի ասածը, որ ասում է քրիստոնեային դրա համար, Արցախում էլ էին այս բազարների մասին, հիմա ձեզ ասեմ։ Իհարկե դրան դաստիարակել ուղարկել էին, սովորացրել էին, որ Կարլսոնը արում է այս ինչ բաներին, ավելի լավ է, որպեսզի ավելի լավ ստացվի հարցազրույցը, այս թեմաների վրա շեշտը դնես, բոլորս հասկանում ենք։ Պատրաստել էին, կրծել էր գիրքը գնացել էր, այդ մի կողմ։ Բայց ես հիշացնում եմ, մի հատ սիրուն բան, այսօր իմ գործընկերներից մեկը ինձ հիշացրեց խոսքի արանքում, ասաց դու հիշում ես։ Ուրեմն 44 օրյա ընթացքում էր դրանից անմիջապես հետո Մակրոնը, իսկ Մակրոնը, գիտես, Ֆրանսիան դուք տեղյակ եք, որ նույնպես կայսրությունն է, թե ձեզ համար Ռուսաստանից եկող աշխարհ չկա։ Իմիջիայլոց ասեմ ավելին, Ֆրանսիան աշխարհի ամենամեծ կայսրությունն է։ Ասեմ ավելին, Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, ով այս մեր իմացած գեոպոլիտիկ դիրքը իր, եթե կորցնի, ունի եւս 3 պաշտոնական վայր, որտեղից կարա կառավարի կայսրություն։ Հասկանում եք, այս երկիրն է Ֆրանսիան։ Ես գիտեմ, որ Ռուսաստանում ապուշների ուղեղը լվանալու համար ուրիշ բառ է խոսում, բայց դա այդպես է։ Ֆրանսիայի ΟԵՍ կայսրության ղեկավարը Մակրոնը ասում է Արցախում քրիստոնյաներին են սպանում։ Մոտավորապես այսպեսի ձևակերպում։ Ինքը հայ-ադրբեջանական թեմայից ստանում է մուսուլմանա-քրիստոնեական Հարաբաղ ասենք։ Ու Մակրոնի նման Ֆրանսիայի նման երկրի ղեկավարին եւ Մակրոնը այդ ժամանակ էս Մակրոնը ջրել ինքը հիմա մի քիչ համաձայն եմ դիրքերը թույլաtsել է, բայց այդ ժամանակ ու Մակրոնին անց տեղերից զգուշացրեցին, որ մի արա այդ արտահայտությունը։ Անց տեղերից որ սա քրիստոնյա մուսուլմանական թեմայի մեջ չի կարելի տեղավորել։ Դա շատ վտանգավոր տեղ կտանի։ Սա իրավական, միջազգային իրավունքի տեսանկյունից եւ այլն, այլ խնդիր է, իրավաքաղաքական խնդիր է, ռազմաքաղաքական խնդիր է, բայց քրիստոնյա մուսուլմանական չի։ Ու Մակրոնը հիմա ձեր բուլկին գնացել է Նյու Յորք, դից ապուշություն է դուրս տալիս, and որում հայերի ու հայերի մեջ։ Հասկանում ես սա ինչ է։ Ու դու շարունակում ես քո ետնանկարում գրել մեր ձևով զսպան։ Կարելի է քննադատել իշխանություններին։ Ես բացարձակ եմ ասում, երբեք որևիցե մեկին վիրավորած չկա դրա համար, որ ինքը քննադատում է, ապուշ չէ։ Ես ստեղծում եմ այնպեսի պետություն, որտեղ որ քննադատությունը պետությանը օգուտ տա։ Եվ ինչպես կարան իշխանությունները սխալվեն, այդպես կարան քննադատողները սխալվեն։ Բայց դրա արդյունքում լավ բան ծնվի։ Այս եմ ես ուզում։ Դա իմ կռիվը սրա մասին է։ Ու դա եմ փորձում հաստատել։ Բայց դուք ոնց որ դրա հետ կապ չունեք։ Եվ ամենավերջում, ասեմ թե ինչպես հանձնվեց այդ։ Հանձնվեց հետևյալ կերպ, որ բազմիցս Արցախին առաջարկվեցին այլ տարբերակներ։ Եվ անգամ Ալիևին հասկացրել էին, որ ինքը պիտի ընդառաջ գնա, պիտի ունենա առանձին երկխոսություն Արցախի ղեկավար ներկայացուցիչների հետ, ինչը ինստինկտիվ նշանակեր յուրատեսակ ճանաչման process, հա։ Եվ նա արդեն խելոք ենթարկվում էր դրան։ Բայց ճնշումները Արցախի ներսում մեծացրեցին, արեցին հեղաշրջում։ Ու շատ բաներ խոստացան բնականաբար։ Այսօրվա դրությամբ են մյուս սրբապիղծ Սերժ Սարգսյանն ասում է, նրանք մնացին մինչև վերջ, որպեսզի հայերը գնան։ Նրանք անգամ էվակուացիա չէին կազմակերպել, հայերը նրանց հեչ պետք չէին արցախցիները հասկանում, նրանք իրենց դարտն էին, որովհետև հասկացել էին արդեն, որ հետում են։ Դուք հիմա Արմեն ջան, իմ կարծիքով այսքան sense խոսալուց հետո դուք ընդունես իմ հրավերը, բայց դա դնենք մի կողմ ու վերադառնանք մեդիա տերորի, չնայած Արմեն ջան, քո արածը մեդիա տերորի կամա մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դեմ, ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի Հանրապետության։ Այստեղ ժողովուրդ ջան, խնդիր կա, եւ 26 թվականի ընտրությունները դրա մասին են լինելու առանց չափազատության։
Լինելու են Հայաստանի Հանրապետության լինելու կամ չլինելու մասով։ Իհարկե բոլորը ներկայանալու են հայրենասերներ, հայրենափրկիչներ եւ ոչ ոք չի ասելու ես գալիս եմ որպեսզի Հայաստանի անկախությունը վերանա։ Չէ, սա նույնիսկ ձևակերպումները անելու չեք պատկերացնում։ Բայց լինելու է Հայաստանի լինել չլինելու մասին 26-ի ընտրությունները։ Եվ բառացիորեն, տառացիորեն։ Ես բնավ չեմ ասելու թե դուք ինչ անեք, դուք ինքներդ գնացեք որոշեք, ես ինչի համար պիտի իմ վրա վերցնեմ դա։ Ես իմ մասով ես գիտեմ ինչ պիտի անեմ ու իմ համոզմունքներն ունեմ։ Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կլինի աշխարհի ամենալավ երկիրը, եթե աշխարհին եւս մեկ անգամ ու շատ կարեւոր անգամ ապացուցի, որ ժողովրդավարության հաստատման կողմնակից են, ժողովուրդը ամենատարբեր վեկտորներով հարաբերությունների կողմնակից են, մեր ժողովուրդը ֆաշիստ չի, մեր ժողովուրդը իրավական պետություն ունենալու կողմնակից է, խաղաղության օրակարգի կողմնակից է եւ այլն։ Կամ այս ամեն ինչը չի լինում։ Հիբրիդային պատերազմն է տեղա ժողովուրդ ջան, որ դες համոզեն, ինչքան վատ բան է ժողովրդավարությունը, ինչքան վատ բան է անկախություն ունենալը, ինչքան վատ բան է հարաբերություններ ունենալը, ինչքան վատ բան է նացիստ չլինելը եւ այլն։ Դա արել է ռուսական կողմ, թաքնված կամ ուղիղ ձևերով։ Սա է խնդիրը։ Բայց ելի եմ կրկնում, նրանք այս պատերազմում պարտվել են, որովհետև խարաղադրույք են արել անորակ բաների վրա։ Ոչ ես, ոչ միջավայրից որևիցե մեկը չի կարող թույլ տա, որպեսզի իրաց տարածվող ստերը, կեղծիքները հասնեն մարդկանց ականջներին եւ եղանակ փոխեն։ Ես շատ լավ գիտակցում եմ մեր հանրության մեջ որոշակի հոգնածությունը, որոշակի ակնկալիքների մի փոքր այլ լինելը, բայց այնուամենայնիվ այն մեծ աղռելի աշխատանքը, որ տարվում է, այն մեծ բեռը, որ կա ու տարվում է, դա իր գնահատականին է սպասում ու 26 տվին դուք կարող եք գնահատել կամ չգնահատել։ Իհարկե, ես ինքս նույնպես մեծ ակնկալիքներ ունեի գոնե իրավական ոլորտում ու իմ մոտեցումը միշտ միանշանակ է, դուք գիտեք, դա հրապարակային է։ Բայց իմ անձնական ցանկությունները բավարարելը կամ իրապես պետություն հիմնելը, եթե այս երկուսը դնենք նժարներին, ես պատրաստ եմ իմ անձնական ցանկությունները թողնել հետոյին։ Կամ առհասարակ կարող լինի կարա չի դա արդեն քիչ հետաքրքրում, որովհետև առաջնային այլ խնդիր գոյություն ունի ու դա գոյաբանական խնդիր է։ Դա պետություն լինել չլինելու խնդիր է։ Իհարկե, ելի եմ ասում, փորձելու են ինչ պիտակավոր մասից դնել, բայց պարտվելու են։ Պարտվելու են, որովհետև մենք շատ ավելի ճիշտ ենք գիտակցում ու գործում։ Մենք այս դաշտում հենց բոլորս։ Ու մենք ապրում ենք պատմական շատ լուրջ ժամանակահատվածներ, շատ լուրջ ժամանակահատվածք, չափազանց լուրջ։ Չափազանց լուրջ։ Եվ դրա ելքից է կախված մեր սերունդների պատմության հանդեպ հարգանք ունենալը կամ չունենալը, մեծարելը կամ չմեծարելը։ Որպես քաղաքացիների։ Մենք այսօր երբ որ կարդում ենք պատմությունը շատ ենք չեմ ես հարցեր տալիս։ Ասում ենք լավ, օրինակ հայրը թողեցին իրաց ցեղասպանեն։ Ասում ենք լավ, բայց թակավորը ինչի էր թողնում, որ այն իշխանային անի, այն մյուս իշխանային անի։ Ասում ենք լավ, բայց ինչը խիեր, sense խիերնից։ Ընդ որում այդ process-ները 50-60 տարի են ձգվում։ Դե եկեք գանք մեր մոտ։ Իսկ մենք հիմա գիտակցում ենք, չէ՞ իրականում ինչա կատարվում։ Ուրեմն որոշումները պետք է կայացնել, որպեսզի մեր տեղից մենք շատ տեղերում ենք եկեք մի հատ կներեք էլի անդրադարձ կատարեմ, ստեղ աշխսեն գավ Արցախ 17 մտ քֆուրով երևի իր մորը նկատի ունի։ Ասում Նիկոլա մի օր չլինի, ինչ ես անելու։ Ուրեմն ես թափառող սպերմատոզոիդ քեզ եմ ասում։ Ես ապրել եմ ժամանակներ ոչ թե միայն Նիկոլա չի եղել, այլ Քոչարյանը էլ չի եղել։ Ու քո նման բոսյակներ պորնիկի ծնունդն էլ չի եղել։ Ապրել եմ ժամանակներ, երբ որ քո նման պորնիկի ծնունդ է եղել ու Քոչարյանը եղել։ Ապրում եմ ժամանակներ, երբ որ Նիկոլա կա։ Վաղը խույ եւ ոզնայ դու լինելու ես թե չէ, բայց ես ապրել եմ ժամանակներ, որտեղ Հայաստանն է լինելու։ Հասկացա՞ր, պորնիկի ծնունդ։ Դու կարում ես իրար տենալ։ Կարող ես իրար տենալ, ոտս կողեմ մամայիդ բերանը տենաս, թե չես կարող։ Նույնպես է դասը։ Պախկվել ես մեծ ատարի հետև անունը դրել ես Արցախ, դու գիտես քեզանից բան ես Երևակայում արա։ Այ քաքի տղա։
հա այդ ձեր տեսակն է հենց էլի Արմեն Աբովյան ասում էր Արցախը խի հանձնվա, որտեղ այսպես պորնիկի բալեկ էին ապրում Արցախում, որտեղ այսպես պորնիկի բալեկ էին ապրում Հայաստանում, որովհետև այսպես պորնիկի բալեկ էին հետաքրքրված հայկական իրականությամբ, որտեղ այսպես պորնիկի բալեկ էին հետաքրքրված հայկական բանակով, որտեղ այսպես պորնիկի բալեկ էին հետաքրքրված հայկական եկեղեցիով, Սես պորնիկի բալեկ էին հետաքրքրված քո թվարկած մանկապարտեզներով ու դպրոցներով, թանգարաններով, քաղաքներով ու գրադարաններով, այսպես պորնիկի բալեկ, քաքլան պորնիկի բալեկ, ովքեր ուզում ես գրած գանք, հեռախոսի համարը չի գրելու։ Գրած եմ գալի, բոզի տղա, հեռախոսի համարը գրի։ Հենց գրես ինձ գրում ես։ Ես հասարակ բան եմ։ Գրում ես հեռախոսի համարը, ինձ գրելու ես։ Կարաս գաս ստանաս։ Գրի, չես գրելու։ Գիտես ինչի, որովհետև դու պորնիկի բալա ես։ Այդ սրա համար։ Այ որովհետև քո Նարեկ Կավրապետյանը ուզում է հանգիստ տակի։ Գնաց է բաներ էր խոսում, այս ամեն ինչը սարելու համար։ Ես քո հետ գրած կգամ դաժե, որ սա պորնիկի բալեն եթե գա ձեր շարժման մեջ ընդգրկվելու ու ներկայացնի թե իշխանա ատում ինձ ուրիշ մարդկանց թեկուզ եւ իշխանության երկու ձեռով այսպես գրկած ընդունելու եք, ոնց տանելու եք չայ կոֆե պատիվ տալու։ Խնդրեմ։ Ու Քոչարյանը ասում էր շանս տվեք ես սաղ վերացնեմ։ Եկեք մենք գուշակենք ոնց է վերացնելու։ Ասենք օրինակ ես Արցախ 10 պորնիկի բալին ինչ էր անելու։ Եթե իր ղրգածը չի, ինչ էր անելու։ Համ ես ուզում եմ մի բան անեմ, ոնց պետք է անեմ։ Ինքը ոնց էր անում, որտեղ իր ղրգածն է, չէ։ Նախ գցել ատելություն, հետո գալ ասել եկեք իշխանություն տվեք ինձ այդ ամեն ինչը չլինի, առակո բախտեց։ Այսինքն այս տեսել համարը չի գրել, գիտես ինչի Արմեն ջան, որտեղ պորնիկի բալա է։ Որտեղ այսպես վախ կոտ քաղաքական պապաների նման տակը մի զող խոսացող թռնող ճորրոմ իրան մի մեծ հաջատի տեղ դնող մեր երկրում ինչքան ուզես կան շան մոտի հետ գնում են սենսները բոլորը Երևանի կենտրոնում թուրք էին ման գալիս թուրքը կանգնած թուրքի դեմը գնացած չկար որ մեկի նա տարական հարց է էլի տարական հարցեր են սրանք իմիջայլոց միջով հարց տալը գլխանց ասեմ ես չեմ կարծում թե Պիտի բոլոր հայ տղաները լինեին պատերազմի դաշտում, որովհետև եթե լինեին այնտեղ մեկը համակարգող չկար, անգրագիտությունը գեներալների փորի մեջ դրած էր, դες չէր լինում, բայց այնուամենայնիվ, էլի գոնե ցանկություն հայտնած, այն որ գնացել է գրանցվել է, սպասել է իր երթին։ Ես մարդկանց շատ արգում եմ։ Մի հարց եմ տալիս։ Մեր բուրգի Նարեկը ինչ կա իրանից 44 օրի հետ կապված։ Սամվելի տղեն, այն որ պում սենց անելով ֆրֆռում է, իրանից ինչ կա։ Որ գնացել էր Ամերիկա բուրգեր ուտելու, տաշիր պիցաների ցանցը ստեղ թողած, ինքը գնացել էր Ամերիկա էր ասել որ բուրգեր ուտի։ Հասկանում ես։ Ինչ կա։ Օրինակ, ձեր մոտ հարց չի առաջացել, դուք ձեր ձևով չեք ուզեցել մի հատ Քոչարյանին, Լևոնին, հարցն եք, ասեք ապեր։ Տես, ես բանգլադեշցի եմ։ Բանգլադեշ Փոքրուց չեմ սիրել Բանգլադեշը, բայց ծնվել եմ նա։ Ծնվել մեծացել եմ, սա թիստից գիտեմ, սա իջանաշ մեզ կոմենքում։ Ես խիչ չեմ սիրել, որովհետև ես կվարձիրա ապրել չեմ սիրել, հա, բայց միշտ չեմ կարողացել իմ երազանքը իրականացնեմ, սեփական տուն ստեղծեմ իմ համար, սա Ջուրիկ Բակովյան, սա իմ աշխարհի իմ ամենամեծ երազանքն է։ Իմ այդ երազանքից ինձ ճանաչող բոլորը տեղյակ են։ Որովհետև մի գյուղի տուն եմ ուզում։ Իմ երազանքը դա է, բայց անգամ դա ինձ համար միշտ դժվար է, դա անհնար երազանք է։ Պատկերացրու։ Բայց եթե Բանգլադեշի վրա մի հատ կրակոց լինի, ես աշխարհի որցերը լինեմ կգամ կանգնեմ իմ պատեստի դեմ։ Մի հարց։ Լևոն Քոչարյանը ուր է եղել։ Ռոբերտ Քոչարյանը նկարտումներ էր ներկայացնում, մենք բանա ինչ էր ասում։ Ասում սրանք որ ասում են 29840 կիլոմետր է մեր տարածքը։ Դրանով իրանք սահմանափակում են ու ասում են սրանից ենքով մենք նկարտումներ չունենք, հա։ Դու ուր ես, Ռոբերտ Քոչարյան։ Եթե հա, կարանք իմանանք տղեդ ուր էր։ Արա Լևոն ջան, ոչինչ, տես, էլի եմ կրկնում։ Անկամ նրանց ովքեր որ վախեցել են, ես նորմալ եմ, ես էլ եմ ունեցել ընկերներ, որ անկեղծ ասում են, նախ չոտքի վախեցել եմ կամ։ Վախա։ Եվ կարանք իմանանք, ախտու ջան, Լևոն Քոչարյան ուր էր։ Նստել ես իմ ինչեր եք ախր խոսում, ձեզ սկսած չէ պիտի նայեք։ Թե չէ երազել, ես էլ եմ երազում, ոնց, ինչ Արցախ արա, ոնց։ Դուք գիտեք պատմությունից տեղյակ չենք, մեծ հայքի քարտեզից տեղյակ չենք, մեծ հայքի նահանգներից տեղյակ չենք,
Թե տեղյակ չենք հայկական կայսրությունից Տիգրան մեջի ժամանակներում դեռևս Çünkü ձեր կարծիքով ենք ինչից տեղյակ չենք ու ինչի ցանկություն չունենք։ Ամեն ինչ ունենք։ Բայց նայում ենք ասում ենք ախպեր, ես ունեմ մեկ տղա։ 13 տարեկան է։ Եթե ես խոսում եմ պատերազմից, ես պիտի պատերազմ ասելուց առաջին տեղում դնեմ իմ տղին։ Եթե իմ երկրի վրա հարձակվում են, իմ տղին պիտի sense տնից առաջի տեղում լինի, այդ չի հարցը։ 18 լրանալուց, չնայած չգիտեմ եկե կամավոր ինչ կձեռնարկի։ Բայց եթե ամեն դեպքում ես եմ պատերազմ ասում, ուրեմն առաջինը իմ տղուն եմ ես դնում։ Ես դնում եմ թե չէ։ Համ չեմ ուզում դնեմ, համ ասում թող բոլորը դնեն, այ հայրենիքը կարևոր է, եկեք գնանք, ես ինչ անենք։ Ընդ որում ոչ լեգիտիմ։ Դա դեգրադացիա պատկերացումներ են դրանք։ Հաջողություն բոլոր դրանց ովքեր գնում են քնել երևի։ Դա ո՞նց է, տարական բաներ են նախար։ Տարական բաներ։ Իմի Քոչարյան Ռոբերտ, դու կարող ես ասես, որ ես ունեմ արտատարածքային նկարտումներ, չգիտեմ, ես ինչ ջոկատներ առաջնորդելու է Լևոն Քոչարյանը։ Եվ ինքը ունի փորձ, որովհետև 44 օրյա իմել ես ինչ բան անել։ Որը դե կասես, դու ո՞նց կարաս դες բան ասես, դու սա փախած ես։ Գնացել նստել Արցախում դուք սրան նայեք։ Եթերում միացան, ես էլ ասեմ ովսե, որովհետև այս թեմաներով լբի շաբաթ խոսալու ենք հաստատ։ Գնացել նստել Արցախում, ասել է ուզում եմ Արայիկի հետ հանդիպեմ, Արայիկը ասել է հա օքեյ, դե 44 օրյա պատերազմի ժամանակ բոլորս մեկ էինք, չէ՞, ասենք, ամեն ինչ դրացել մի կողմ։ Ասում եմ հա օքեյ, ասում չէ, ես չեմ, ասում թող գա որ հանդիպենք, գալիս ասում են ես Քոչարյանը, չէ, ես չեմ գնա, դու ինքը գա։ Երեկել հարցազրույցի ժամանակ ասում գնացի որ հանդիպեմ, հետո ինքը չեկավ, չուզեց հանդիպենք, չընդունեց ինձ։ Ուղիղ աչքեր մեջ նայելով մուտիլով կա է անում։ Ախր այդ ամեն ինչը կա փաստերով։ Սա փաստերով կա։ Գնացեք դասավորվեք։ Սենց ահագին զրուցեցինք ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն դիտելու համար։ Ես չգիտեմ, երևի մեկ-մեկ էլ սենց է պետք զրուցել, շատ ահագին սենց տարբեր բաներից։ Մեկ-մեկն արդյունքով տեղի չեն տալիս, հունից եմ դուրս գալիս, ուզում եմ ետեր անեմ, ուզում եմ, մեկ-մեկ ուզում եմ պարզապես կիսվեմ ձեզ հետ։ Այսօր էլ էսպես սենց խորելու նման ստացվեց, բայց մի բան հաստատ է։ Այդ հիբրիդային պատերազմը չի ստացվելու, որովհետև խաղադրույք առածավ վախկոտների, դավաճանների, հայրենավաճառների եւ առհասարակ ոչ հայերի վրա։ Մարդկանց վրա, ովքեր իրենց, եթե կարդաց իրենց կենսագրությունը եւ կարդաց քրեական օրենսգիրքը, ոչ մի բանով իրարից չեն տարբերվում։ Սրանցով ոչ միտեղ չեք հասնի։ Ինչքան ուզում եք դեմոնիզացրեք այսօրվա իշխանություններին, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, դրանով առայժմ ավելի եք ուժեղացնում։ Գիտեք ինչու՞, որովհետեւ դեմոնիզացնողը դուք եք։ Եվ թույլ չենք տա նաեւ մենք, ովքեր որ կանգնած են պետականության կողքին, եւ ամեն գնով ատամներով ինչպես պաշտպանել են ամենատարբեր իրադարձություններ ու գաղափարներ ու գործողություններ ընդդուպիջև ռազմական, այնպես էլ այս ոլորտում ատամներով պահել ենք։ Պետք լինի կրուգլասուտկա 24 ժամ 7 օր կպահենք։ Ուզում եք, ում եք ուզում խառնեք իրար։ Կդնենք եթերները ձեր, տող վերլուծելով, հանրությանը ներկայացնելով կտանենք ու հանրությունը ձեզ շատ ու շատ ավելի խորը կմբռնի ձեր ամեն մի հատիկ մուտիլով կեն։ Հենց որ դուք պարտվել եք։ Ժողովուրդ, շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար, հնարավոր է մեկ-մեկ էլ sense եթերներ լինել, երբ որ ընդամենը զրուցում ենք։ Բայց այդ զրույցն էլ իր հերթին լավ բաների բերում է, լավ մտքերի, այնպես որ առաջարկում գրանցվել են մեջում, ինչ որ մի օր կարող է առհասարակ պոեզիա կարդանք, ինչ որ մի օր կարող է շատ ավելի կոպիտ մեկնաբանություններ ու արտահայտություններ լինեն, համաչափ ուժ կիրառվի այս ոլորտում մեդիատիրույթում իրենց երևակայող կամ սոց ցանցերից գլուխ չհանող ստահակների հանդեպ եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ամեն ինչ շատ լավ է լինելու։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։